Բարևներ բոլորին, ժողովուրդ ջան, այսօր ձեր կողմից շատ սպասված տեսանյութ է։ Դե ես տեղադրել էի մի տեսանյութ, որտեղ ես այնքան ժամանակ եմ մնում հայլու դիմաց, մինչև տեսնեմ տեսիլք, նույն ինքը հոգի։ Ովքեր չեն դիտել, նկարագրությունների բաժնում է։ Կարող են գնալ եւ դիտել։ Դուք այնքան հարցեր եք տալիս, որ ես չէի կարող չնկարել երկրորդ մաս։ Եվ այսօր ես կպատասխանեմ ձեր բոլոր հարցերին եւ կասեմ, թե ինչ եղավ ինձ հետ։ Նախ սկսենք նրանից, թե ինչ եղավ ինձ հետ։ Ես հենց տեսա այդ շողքը, այդ լույսը, հա, ես միանգամից վազեցի եւ ընկա։ Եվ իմ ծունգը վնասվել էր, վերք էր եղել։ Դե հիմա այդ տեսանյութից անցել է մոտ 2 ամիս եւ դրա համար վերքը փակվել է, բայց եղել էր վերք։ Բայց Աստծո շնորհիվ ինձ շատ վերքեր չէր եղել եւ ես շատ չէի վնասվել։ Եվ հիմա անցնենք միանգամից ձեր մեկնաբանություններին, քանի որ մեկնաբանությունները ուղղակի պայթում են։ Սիմոնը գրել է. «Բրատը, ինչ եղավ»։ Դե ասեցի սա։ Ծիծաղը չի կարում պահել, մեկը գրել է. Արեն ջան, ծիծաղը պաշտպանողական ռեակցիա է։ Եթե ինձ չեք հավատում, մենք հենց հիմա կմտնենք արհեստական բանականություն եւ նրան կհարցնենք։ Տեսնենք մեր ChatGPT-ին։ Այո, ճիշտ է, ծիծաղը կարող է լինել պաշտպանողական ռեակցիա, հոգեբանական մեխանիզմ, որը մարդը փորձում է հաղթահարել ստրեսը, անհարմարությունը կամ տագնապը, օրինակ։ Եթե մարդը անհարմար իրավիճակում է, նա կարող է ծիծաղել այդ կերպ թաքցնելով իր հուզական լարվածությունը։ Ծիծաղը կարող է ծառայել որպես պաշտպանության, վախի, խայտառակության կամ վշտի դեմ։ Այո, ինչպես տեսակ, ծիծաղը պաշտպանողական ռեակցիա է։ Յուրին գրել է, ինչ եղավ հետո։ Դե այս հարցին պատասխանեցի արդեն։ Դե Աստծո փառքով ամեն ինչ նորմալ է, Սիմոն ջան։ Վայ, տոկը խփեց հոգին։ Ճիշտ ասած չհասկացա, մինչև օրս էլ չեմ հասկացել դա ինչ էր, բայց այն որ վախ կար մեջս, դա հաստատ։ Պահարանի ձախ կողմը բան շարժվեց 1:14 վայրկյան։ Անկեղծ հատուկ սպասել եմ, որ միասին բացենք այդ մասը եւ դիտենք։ Գնացինք։ Մի րոպե, հետ տանք մի քիչ։ Խնդրում եմ, դրեք լայք, Տեսնենք, հենց հիմա նայում ենք։ աջակցեք, իսկ մենք սկսեցինք, որ շատ եմ հարվում չեմ կարողանում։ Ժողովուրդ, ես հիմա մոնտաժով կմոտիկացնեմ, հայլու ձախ կողմը մի բան շարժվեց, ես մոնտաժով կմոտիկացնեմ, դուք այդ կտեսնեք։ Ու այն, որ միշտ այս կողմը, այսինքն իմ աջ կողմը մի բան լինում է, դա շատ վախենալու է։ Անցանք առայ։ Ապրես Մելինե ջան, շատ շնորհակալ եմ։ Սման գրել է ինչ եղավ հետո, հետաքրքիր է, դե սա պատասխանեցի։ Մեկը գրել է ապե ճիշտն ասած դու ավելի վախենալու ես։ Ինչպես միշտ լավն էր, Ալբերտ Պողոսյանը զարմացած սմայլիկ, չկրկներ տանը երեխաներ ջան վտանգավոր է։ Հյու հետ ես շատ համաձայն եմ, սա շատ վտանգավոր է եւ անում եմ հատուկ ձեզ համար, որ արժանանամ ձեր լայքին եւ ձեր բաժանորդագրությանը։ Հիշեք, ձեր բլոգերին աջակցելու համար ամենակարևոր բանը նրան լայքով եւ բաժանորդագրությամբ աջակցելն է։ Աղբերը շատ հետաքրքիր, բայց լքված վայրեր գնա էլի, Անահիտ ջան, շուտով այնպիսի բան է լինելու, որ ուղղակի սպասեք, չեմ կարող բակը գծերը բացեմ։ Չանես էլ տենց բաներ, միայն ձեր խաթր եմ անում եւ ամենահետաքրքիրն ու վտանգավորը դեռ առջևում է։ Դե այսքանն էր մեկնաբանությունները, դրանք վայրկյան առ վայրկյան, րոպե առ րոպե շատանում են, բայց ես որոշեցի շատ արագ նկարել բացատրական տեսանյութը եւ տեղադրել։ Իսկ ամենահետաքրքիրը առջևում է։ Դու չես դիտել այդ տեսանյութը, մտիր նկարագրությունների բաժին, դե դիտիր։ Այսօրվա համար պատրաստել է այսքանը։ Շնորհակալություն։